Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողներին էջով, բայց մինչ մեր հյուրին ներկայացնելը ցանկանում եմ հիշեցնել մեր գործընկերներին։ Մեր գործընկերն է բելգիական Ontex ընկերություն իր Cambebe ապրանքանիշով։ Բնական կոնցեպտով պատրաստված Cambebe տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկի երկարատև քունը։ Ինչպես նաև մեր հաղորդման այս հատվածի գործընկերն է Tonus-less դեղագործական ընկերությունն իր Gummy King մանկական վիտամիններով։ Gummy King մանկական վիտամիններն արտադրված են ԱՄՆ-ում, 100% բնական են, ունեն մրգային համ եւ չեն պարունակում կոնսերվանտներ։ Այս վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգը, ապահովում ոսկրերի եւ մկանների աճն ու ամրությունը։ Gummy King հարցրեք բոլոր դեղատներում։ Իսկ այսօրվա մեր թեման կապված է երեխաների լսողության հետ։ Մասնավորապես խոսելու ենք ծանրալսության մասին։ Ինչ է սա ինձ ներկայացնում, ինչպես ենք ախտորոշում եւ ինչ է առաջարկում ժամանակակից բժշկությունը։ Իմ հյուրն է լինելու Անի Հակոբյանը, Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի քիթ կոկորտ ականջաբան, ով կօգնի հասկանալ, թե ինչու է առաջանում այս խնդիրը եւ ինչ բուժման տակտիկա կարելի է ընտրել ժամանակին ախտորոշելու դեպքում։ Բարև ձեզ։ Բժշկուհի, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար եւ շատ ուրախ ենք ձեզ տեսնելու մեր տաղավարում եւ խնդրեմ առաջին իսկ հենց հարցի շրջանակներում պարզենք թե ինչ է իրենց ներկայացնում ծանրալսությունը։ Բարև։ Լսողության շեղումը նորմայից դա կոչվում է ծանրալսություն եւ ըստ միջազգային դասակարգման ունենք 3 աստիճանի ծանրալսություն, միջին, թեթև, ծանր աստիճանի ծանրալսություններ եւ խլությունը, երբ լսողությունը բացակայում է։ Որ տարիքից սկսված ծնողները կարող են արդեն իսկ հասկանալ, որ իրենց երեխայի մոտ կան ծանրալսության որոշակի նշաններ։ Ի ուրախությունս մեզ արդեն Հայաստանի բոլոր ծննդատներում կատարվում է նորածնային սկրինինգ լսողության համար, որը ներդրվել է 2008 թվականից, սկզբնական շրջանում 8 ծննդատներում էր արվում, իսկ այժմ ամբողջ հանրապետության տարածքում։ Երեխաները նորածին հասակից երկրորդ օրվանից ստուգվում է իրենց լսողություն ունեն, թե չունեն, այսինքն դա սկրինինգ է, առկա է լսողություն, թե ոչ։ Մի փոքր խոսենք պատճառների մասին, որոնք են ծանրալսության առաջացման հիմնական պատճառները։ Եթե խոսենք նորածնային հասակի ծանրալսություններից, իհարկե այստեղ առկա է ժառանգական ֆակտորի մեծ դերը եւ ըստ միջազգային ցուցանիշների 1000 նորածին երեխայից մեկը ունի ծանրալսություն, իսկ մինչեւ 6 տարեկանում 1000 երեխայից 2-ից 3-ը ունենում է լսողության որևիցե խնդիր։ Եվ դրա համար հենց ներդրվել է լսողության այդ սկրինինգային ծրագիրը, որպեսզի վաղ տարիքում հայտնաբերենք, այն ցավոտ հետազոտություն չէ, ես ուզում եմ նշեմ, որպեսզի ծնողները դրանից չվախենան, ինվազիաներ չի պարունակում, սարքը դրվում է երեխայի արտաքին լսողական անցուղու մեջ եւ գրանցվում է առկա է լսողություն, թե բացակայում է։ Երբ բացակայում է լսողությունը, այդ երեխաները վերցվում են հսկողության տակ եւ կրկնվում է այդ հետազոտությունը 4-ից 6 շաբաթ անց, որից հետո նորից որոշ խումբը վերցում է հետագա հսկողության տակ եւ մինչեւ 3-ից 6 ամսեկանը երեխաներին հսկում են։ Ուզում եմ մայրիկներին ասել, որ լսողություն երբ չի գրանցում, դա չի նշանակում, որ իրենց երեխան չունի լսողություն։ Այդ սարքը շատ զգայուն է սկրինինգը եւ նույնիսկ թեթև աստիճանի դժվարալսության դեպքում, որը նույնիսկ կարող է լինել, երբ միջին ականջում պտղաջուր լինի կամ որոշ թե միքսոիդ հյուսվածք լինի եւ երեխան իր ժամանակից շուտ է ծնվել, կարող է գրանցվել բացասական արդյունք, նրանք չանհանգստանան, բայց անպայման հետագա ստուգումներին տանեն։ Երբ օրինակ արդեն իսկ հայտնաբերվել է ծանրալսություն, որն է առաջին քայլը բուժման եւ ինչ վերականգնողական մոտեցումներ կան։ Ես ուզում եմ ասել, որ ծանրալսությունները լինում են մի քանի հատվածի վնասումներից եւ մեր ականջը բաղկացած է ձայն հաղորդող եւ ձայն ընկալող հատվածից, երբ ախտահարումները ձայն հաղորդող հատվածում են, դրանք արտաքին ականջի բորբոքումներն են, միջին ականջի հետ կապված խնդիրներ են, դրանք շտկելի են եւ բուժման միջոցով մենք վերականգնում ենք լսողությունը։ Երբ արդեն խնդիրը ձայն ընկալող հատվածի հետ է, դա արդեն լսողական նյարդի վնասումն է եւ այդ ժամանակ մենք կատարում ենք որոշակի միջոցառումներ, որովհետեւ լսողությունը շատ կարեւոր է երեխայի խոսքի զարգացման համար եւ երեխայի սոցիումի ինտեգրման համար եւ այստեղ կարեւոր է, որ դա շատ շուտ հայտնաբերվի եւ ինչքան շուտ է հայտնաբերվում, թեթև միջին ծանր աստիճանի լսողական նյարդի վնասման ժամանակ կատարում է լսողության պրոթեզավորումներ, այսինքն լսողական ապարատներ ենք
կրում, իսկ ավելի ծանր դեպքերում արդեն առաջարկվում է վիրահատություն, դա իմպլանտի տեղադրումն է ներքին ականջում, որի միջոցով մենք ապահովում ենք երեխաներին լսողություն, որն էլ բերում է նրան, որ երեխաները ունենում են խոսքի զարգացում եւ լսողություն եւ ինտեգրվում են մեր սոցիումի մեջ։ Շատ լավ։ Ինչ կարող են անել ծնողները, որպեսզի չվատթարանա երեխաների լսողությունը։ Կան որոշակի առողջապահական սովորություններ կամ կենցաղային սովորություններ, որոնց որ պետք է հետևել։ Այո, կան, քանի որ տարեց տարի շատանում է ծանրալսությունների քանակը, միջազգային կազմակերպությունները մշակել են որոշակի ուղեցույցներ, դրանցից է խուսափել բարձր աղմուկից եւ ականջակալների գրագետ կրում պետք է լինի, այն կրեն ոչ երկարատև եւ ոչ բարձր, որպեսզի չվնասի։ Եվ մյուս խորհուրդս, որպեսզի ծնողները հետևողական լինեն ականջի բորբոքումների բուժմանը եւ լիարժեք մինչեւ վերջ կատարեն այդ բուժումները։ Եվ վերջում բժշկուհի, երբ պետք է ծնողները դիմեն բժիշկ մասնագետի անհապաղ կարգով։ Երբ երեխան սկսում է ձայներին չարձագանքել, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ Երբ երեխայի մոտ խոսքի հապաղում է առկա, երբ երեխան սկսում է հարցերը կրկնել, ասում է ինչ կկրկնեք, չի լսում։ Երբ վերջի ժամանակներում ունեցել է թեթև ականջի ցավ, բայց որից հետո նկատում է, որ ձայները հեռուստացույցի ձայնը երեխան բարձր է դնում, այդ ժամանակ խնդրում եմ անպայման դիմեն բժշկի, որպեսզի բաց չթողնենք ծանրալսությունը։ Անչափ շնորհակալություն շատ հետաքրքիր եւ կարեւոր զրույցի համար։ Բժշկուհի, սիրելի հեռուստադիտողներ, համոզվեցինք, որ երեխայի լսողության ցանկացած փոքր շեղում պահանջում է ուշադրություն եւ ժամանակին արձագանք։ Այդ իսկ պատճառով վաղ ախտորոշումը ճիշտ արձագանքի ուղեկցությամբ կարող է ամբողջովին փոխել երեխայի զարգացման ընթացքը։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Անի Հակոբյանը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի պոլիկլինիկա Քիթ Կոկորտ ականջաբան, եւս մեկ անգամ եկեք շնորհակալություն հայտնեմ բժշկուհուն։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի մեր գործընկերն է բելգիական Ontex ընկերություն, իր Քամբեբե ապրանքանիշով։ Քամբեբե տակդիների բարակ մակերեսը հարստացված է վիտամին E-ով, հալվեի, ձիթապտղի եւ երիցուկի էքստրակտով, որը կպաշտպանի ձեր փոքրիկի զգայուն մաշկը, ապահովելով առողջ քուն։ Ինչպես նաև սիրելի հեռուստադիտողներ, օրեցօր ջերմաստիճանի անկման շնորհիվ երեխաներն էլ ավելի հաճախ են հիվանդանում։ Մեր գործընկերն առաջարկում է ձեր բալիկների իմունային համակարգն ամրապնդելու համար ամերիկյան արտադրության Gummy King վիտամինները, որոնք ունեն մրգային հաճելի համ եւ 100% բնական են։ Վիտամինները հիմնականում կարող եք ձեռք բերել Tonus Farm դեղատնային ցանցում կամ պատվիրել on-line 055 305 307 հեռախոսահամարով։ Իսկ մենք շարունակում ենք հաղորդումը առողջ կեցվածք հատվածով։